9-րդ գումարման խորհրդարանի ընտրությունն ավարտվեց, բայց 8-րդ գումարումը դեռ շարունակում է աշխատել։ Փաշինյանն էլ գիշերվա 2-ին իր հաղթանակը հռչակելուց մի քանի ժամ անց եկել է պարլամենտ բյուջետային քննարկման։ Նախ շնորհավորանքներ են։ Փաշինյանն ասում է ՔՊ-ն կունենա խորհրդարանական մեծամասնություն եւ կձևավորի կառավարություն։ Նա ընտրության արդյունքը ներկայացրեց որպես ժողովրդի աջակցություն իր քաղաքական օրակարգին, խաղաղության քաղաքականությանը եւ իշխանության շարունակությանը։ Համոզիչ հաղթանակը կդառնա նոր ավելի ու ավելի համոզիչ արդյունքներ։ 2025 թվականի կարևորագույն իրադարձություններից մեկը Փաշինյանը համարեց Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նրա գնահատմամբ այդ քայլով Հայաստանը հակամարտության փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի։ Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է։ Մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը եւ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնենք, բայց կարևոր է, որ այս ընթացքում մենք կարողացանք նաեւ ավարտին հասնել TRIP նախագծի շուրջ Հայաստան Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որ արդեն ստորագրված է եւ մենք առջևում պիտի սկսենք վավերացման գործընթացը։ Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է։ Վարչապետը լավ լուր ունի հայկական արտադրողների համար։ Ընդլայնվում են արտահանման հնարավորությունները, այդ թվում Նիդերլանդների վարդերի շուկայում։ Սա Փաշինյանի խոսքով նպաստում է Հայաստանի տնտեսական կապերի ամրապնդմանը եվրոպական երկրների հետ։ Շաբաթը ուրբաթից շուտ եկավ, հարգելի գործընկերներ, եւ մենք հիմա հասանելիություն ունենք ոչ միայն Նիդերլանդների վարդի շուկային, այլև մենք փաստացի ունենք հստակ քաղաքական հանձնառություն, որ Հայաստանի Հանրապետությունից գյուղմթերքը Եվրոպական միություն կարտահանվի առանց մաքսատուրքի եւ առաջիկայում սա կդառնա իրողություն, սա նշանակում է, որ մեր գյուղատնտեսության եկամտաբերությունը կաճի։ Իհարկե որակի որոշակի նաեւ փաթեթավորման եւ այլն նորություններ եւ նորամուծություններ կլինեն, բայց դա նաեւ կանխատեսված է մեզ համար, որովհետեւ մենք նաեւ պլանավորել ենք գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում։ Եվրոպական միության հետ ունեն պայմանավորվածություն արագ արձագանքման միջոցով մինչև 50 միլիոն եվրո աջակցություն տրամադրելու։ Այդ գումարը կօգտագործվի, եթե արտահանման ժամանակ խնդիրներ առաջանան։ Մենք շատ երկար համոզում ենք, խնդրում ենք, փորձում ենք աջակցել մեր տնտեսվարողներին, որպեսզի իրենք դիվերսիֆիկացնեն արտահանման շուկաները, եւ այս ուղղությամբ որոշակի շարժեր իհարկե կան, որովհետեւ Եվրամիության ուղղությամբ մեր արտահանումը կրկնապատկվել է, Չինաստանի ուղղությամբ մեր արտահանումը կրկնապատկվել է, Հնդկաստանի ուղղությամբ մեր արտահանումը 87%-ով մոտավորապես աճել է։ Եվ նորից ռեկորդների մասին, ըստ Փաշինյանի գրանցվել են զբոսաշրջության ռեկորդային թվեր եւ հենց այս ոլորտի զարգացման շնորհիվ նաեւ կաճի ապրանքների սպառումը։ Զբոսաշրջիկները կգնեն տեղական ապրանքները։ Ալադավթյան, Էպիկենտրոն։